Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, թե ինչպիսի մասնագիտություն ենք այսօր ներկայացնելու, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելա Գրիգորյանին։ Ռադիոֆիզիկա եւ համակարգչային տեխնոլոգիաներ բակալավրի կրթական ծրագիր։ Գիտության խորհրդավոր եւ հետաքրքիր աշխարհն է բացահայտում այս խիստ արդիական, պահանջված եւ դինամիկ զարգացող մասնագիտությունը, որը կհետաքրքրի հատկապես ֆիզիկական գիտությունների եւ համակարգչային տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ունեցողներին։ Բնագավառ, որը կարող է կիրառվել ամենատարբեր ոլորտներում, իսկ ձեռքբերումները հսկայական են ու խոստանում են նոր հեռանկարներ։ Միավորելով ֆիզիկան, ռադիոտեխնիկան եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, աշխատելով գիտության եւ տեխնոլոգիաների ամենատարբեր ոլորտներում, համակողմանի գիտելիքներով եւ հմտություններով ռադիոֆիզիկայի բնագավառի որակյալ մասնագետներն ուսումնասիրում, ներկայացնում եւ կիրառում են առաջադեմ գաղափարներ, որոնք չափազանց անհրաժեշտ են, իսկ ձեռքբերումները հսկայական։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի եւ համալսարանի ռադիոֆիզիկայի եւ հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, դե հիմա ինձ թվում է բոլոր, ասենք, մասնագիտությունների մեջ, ասենք, այս համակարգչային տեխնոլոգիաները կարծես թե անհրաժեշտություն են դառնում։ Հիմա, ասենք, բայց չգիտեմ, ռադիոֆիզիկայում երևի էլ ավելի շեշտված է դա, հա, դրա համար է այսպես վերնագիրը։ Նախ շնորհակալություն հրավերի համար, կարծում լավ առիթ է մեկ անգամ եւս ներկայացնել մեր հետաքրքիր մասնագիտություն եւ կրթական ծրագիրը հանրության լայն շերտերին։ Այո, ոնց որ հիմա առանց համակարգչային եկեք տեխնոլոգիաներ չասեմ մյուս մասնագիտության նկատմամբ, այլ միջոցների համարյա ոչ մի մասնագիտություն կամ էական գործառույթ չկա, ինչի էս մասնագիտության կամ կրթական ծրագրում հատուկ նշվում է, որովհետև կարծես թե համակարգչային տեխնոլոգիաները այդպես շատ խիստ միահյուսված են ռադիոֆիզիկայից մի քիչ հետո ավելի ընդհանրական երևի կասեմ ռադիոֆիզիկայի փոխարեն այսպես էլեկտրական եւ էլեկտրոնային ինժեներիայի հետ կապված եւ բացի այդ այս մասնագիտությունը հենց այսպես կամ կրթական ծրագիր հենց այսպես բավականին լայն տարածում ունի աշխարհում եւ այլ բուհերում մանավանդ տեխնիկական ուղղությամբ այդպես էլ կոչվում է Electrical Engineering and Computer Science, տեսեք մի քիչ ուրիշ է, բայց այնպես որ ընդունված տերմին է եւ մենք էլ ձգտելով հասնել բարձր այդ կրթական ծրագրերի մակարդակին եւ ըստ էության եւ ըստ բովանդակության եւ ծեվի համապատասխանեցրել են կրթական ծրագիրը հենց անվան եւ անվանը ենթադրվող հիմնական օգուտին ռադիոֆիզիկային, մի քիչ ավելի լայն էլեկտրական ինժեներիային եւ համակարգչային տեխնոլոգիաներին ուշադրել ենք տեխնոլոգիա ոչ թե գիտություն կամ համակարգչային մեթոդներ եւ այլն։ Դե հիմա այսպես լուրջ խնդիր մի քանի տարի առաջ հատկապես, ասենք, այս բնական գիտությունների առումով լուրջ խնդիր էր, նույնիսկ պետպատվերով տեղերը չէին լրանում։ Հիմա այսպես որ նայում ռադիոֆիզիկան շատ լուրջ, այսպես գիտություն է ու այ օգնում է արդյոք այս համակարգչային տեխնոլոգիաները, որը ինչ որտեղ քանի տարի է նորաձև է, չնայած այս արհեստական բանականությունը կարծես այս մասնագիտությանը մեծ վտանգ է սպառնում, բայց համենայն դեպս նորաձև է, սա օգնում է որ մարդիկ գան այս առումով եւ ասենք ռադիոֆիզիկան ուսումնասիրեն, որը ես գտնեմ շատ կարեւոր է, չէ՞, այս առումով։ Հասկացա, տեսեք ռադիոֆիզիկա տերմինոլոգիան դեռ սովետական միությունից եկած բավականին այդպես խիստ կարևոր ուղղություն լինելով առանձնացրել էին ֆիզիկայից եւ նույնիսկ նոր ֆակուլտետ եղավ համալսարանում նախկին ֆիզիկայի ֆակուլտետից անջատվելով կար առանձին ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ գիտահետական նո աշխարհում այս ուղղությունը ֆիզիկան ֆիզիկա է բոլոր դեպքերում եւ այդ ռադիոֆիզիկները պիտի ֆիզիկա իմանա կարևորությունը ինչքան է որ առանձնացրել են էլի չնայած հիմա ըստ կառավարության վերջին մասնագիտության բաժանման նորից ֆիզիկայի ներսում է դրսում արտասահմանում
այս ուղղությունը մի քիչ ուրիշ ձև են անվանում միկրոալիքային ֆիզիկա եւ միլիմետրական ֆիզիկա, չգիտեմ ինչի այդպես է ստացվել պատմականորեն, որ այնտեղ խոսում են ալիքի երկարություններ լեզվով, մերոնք խոսում են հաճախության լեզվով, բայց ամեն դեպքում ռադիոֆիզիկան հենց այդպես շատ լոկալ հասկանալ պետք չի, բավականին լայն մասնագիտություն է, որտեղ այդտեղ ներառված են ժամանակից հեռահաղորդակցական համարյա բոլոր ուղղությունները, եւ սարքային, եւ ծրագրային, եւ իհարկե ոնց որ ասեցիք նոր արհեստական բանականության հետ կապված գործիքակազմերը, եւ եթե կրթական ծրագիրը նայենք, այնտեղ մոտավորապես 70-30 հարաբերակցությամբ ռադիոֆիզիկա կամ եկեք այսպես ասենք սարքերի եւ ֆիզիկական երևույթներին նվիրված առարկաներ են եւ 30% արդեն համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ դրանց լրացնելու եւ հիմա նորից ուզենք թե չուզենք ավելացնելու ենք նաեւ արհեստական բանականության գործիքակազմերից որոշ բաներ չնայած կային, այսպես կոչված մեխանիկական ուսուցում, խորուսուցում, բայց հիմա օրորի երևի կարելի այդպես ասել նորանոր հնարավորություն են ստեղծում եւ ոնց որ ամեն տարի է վերանայվում կրթական ծրագրում այս կամ այն առարկան կամ լինել չլինելը կամ այս կամ առարկայի ժամանակակից դարձնելը, այդպես էլ հիմա մենք պետք է նորից աշնանանք եւ այդ գործով զբաղվենք։ Այդպես։ Հիմա այս մասնագետները նայենք ռադիոֆիզիկա եւ որ ավարտում են, սա կարծես թե ինչ որտեղ է զուգակցումը նոր է, որ դուք ասացիք 4 տարի է, չէ՞, հիմա նոր այսպիսի զուգակցությամբ, այո։ Հա, այսպիսի զուգակցությամբ Այսինքն արդյունքները երևի ես մի տարում կպարզվեն, այսինքն այս ավարտողները որտեղ են աշխատելու, չէ, այստեղ։ Հիմա այն այնք որտեղ կարող են աշխատել, որովհետև վերջո երբ այդ մասնագիտությունը ընտրում են, այսօր մարդիկ մտածում են թե աշխատանքի մասին, արդյոք այդ աշխատանքը եկամտաբեր է թե ոչ եւ այլն։ Այո, հիմա ոնց որ մարդիկ ավելի այդպես պրագմատիկ են դարձել։ Մասնագիտություն ընտրելուց որոշում են հետո սովորեցինք ինչ ելն։ Ուղղակի գիտությամբ զբաղվելով երևի շատ քիչ մարդիկ գտնվում են, որ այդպես ուզում են գիտությամբ զբաղվել, ուղղակի հանուն գիտության եւ ճիշտ ասած աշխարհում հիմա այդպես չի խրախուսվում, որ թեկուզ հենց ֆինանսավորման օգնության տեսակետից գիտություն զուտ գիտության համար համարյա չկա ոչ միտեղ եւ միայն պետական կառույցներն մնացել, որոնք իրենք պարտավոր են գիտության որոշակի մակարդակի եւ ֆինանսավորում եւ օգնությունը պահել, իսկ մեծ մասամբ մասնավոր ընկերությունները շատ այդպես կիրառական բաներ են պահանջում, այո, տեսեք ռադիոֆիզիկա եւ համակարգչային տեխնոլոգիաներ որպես այսպիսի կրթական ծրագիրը վերջնականապես լիցենզիա ստանալու եւ ներդրվելուց առաջ արդեն բավականին երկար ժամանակ, հավանաբար 15-14 թվականներից մենք ըստ էության բովանդակային արդեն բերել էինք դրան, որովհետև ուղղակի անխուսափելի է հիմա համակարգչային տեխնոլոգիաները, համակարգչային սարքերը եւ դրանց աշխատանքի սկզբունքները ուղղակի առանձնացնել ռադիոֆիզիկա եւ մի քիչ ավելի լայն էլեկտրական ճարտարագիտություն ոլորտից։ Տեսեք համակարգչի ներսում տեղի ունեցող բոլոր process-ները բարձրահաճախային են եւ ուզած թե չուզած ռադիոֆիզիկայի հետ կապ ունեն, սկսած process-ի եւ հիշողությունի հետ կապից, ազդանշանի տարբեր հանգույցների մշակումից վերջացած դրանց ծրագրային կառավարման, որտեղ հիմա դժվար դու գտնեք մի սարք նոր մշակված, որը ունի ծրագրային մաս։ Ոնց որ առաջ էր սարքը ինքնին կար եւ այդպես աշխատում էր։ Հիմա բոլոր սարքերն ունեն փոքրիկ կամ մեծ ծրագրային մաս, որը կարելի է եւ թարմացնել, լրացուցիչն ավելացնելով եւ ավելի պաշտպանված դարձնել եւ նոր հնարավորություն ավելացնել։ Եվ այդ տեսակետից երբ որ մի քանի տարի առաջ կրթական ծրագիրը ստացավ հնարավորություն ներդրվելու, մենք համարյա այսպես բովանդակային հասունացրել եւ պատրաստել էինք դրան եւ ըստ կրթական ծրագրում պարունակվող առարկաների արդեն ինքը բավականին մոտ էր արտասահման առաջադեմ համալսարանների, մասնավորապես մենք ուղղորդվել ենք, չգիտեմ, միջազգային համալսարանների, տեխնիկական լավագույն համալսարանների կրթական ծրագրերով, որտեղ հենց այդպիսի համադրությունը բավականին այդպես տրամաբանական է եւ
հաջող աշխատումը։ Իսկ ինչ վերաբերում է որտեղ կարող են աշխատել, դե բնականաբար են դասական դեպքերը, երբ ակադեմիական հիմնարկներ, գիտահետական ինստիտուտներ, բուհեր ինքնին ենթադրվում է, բացի այդ Հայաստանում կան, ես կարող եմ ասել մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուր ընկերություններ ինժեներական եւ ծրագրային թեկումով, որտեղ ըստ էության պահանջվում են հենց այն գիտելիքները, որտեղ մեր կրթական ծրագիրը տալիս է։ Մեր կրթական ծրագիրը լինելով երևի միակ ինժեներական ծրագիրը ԵՊՀ-ում, այդ տեսակետից բավականին ճկուն է եւ ծրագրի կրթական մասերը եւ պարտադիր եւ ընտրովի կազմելու ժամանակ մենք ահագին երկար բանակցել ենք եւ խորհրդակցել ենք այդպիսի ընկերությունների հետ, որոնց հետ աշխատում ենք, իրենց մասնագետների հետ, իհարկե հրավիրված մասնագետներ ընկերություններից, որոնք հենց իրենք են նեղ մասնագիտական այդ առարկաները տիրապետում բավականին լավ եւ իրանք են գալիս եւ իհարկե մենք ունենք մի շարք ընկերություններում դաստացի որոշակի հատվածների անցկացում, պրակտիկայի 4-րդ կուրսում պրակտիկա ընկերությունների հետ պայմանագրեր եւ ժամանակաժամանակ նույնիսկ հետաքրքիր հրավիրում ենք իրենց եւ ասելով տեսեք անցել է 3 տարի օրինակ դուք ինչ նոր ուղղություններ եւ ձեր կողմից որ տեսնում եք այս արագ զարգացող ոլորտում կարեւորություն եք տեսնում բերեք կրթական ծրագիրում այս կամ այն բան ավելացնենք կամ այս կամ այն բանը փոխենք օրինակ կա Python ծրագիրը ծրագրավորման լեզուն որը շատ պահանջված է հիմա մի 3-4 տարի առաջ այդպես նոր էր ներդրվում եւ ոչ բոլոր այսպես ասեմ մասնագիտական կրթական ծրագրերն էին որոնք այս կամ այն կերպ առնչվում ունեին բայց մենք հենց առաջներից մեկն էինք որ ԵՊՀ-ում դե բնականաբար իրականից որտեղ հենց մասնագիտական արկա որ մենք ներդրեցինք եւ փորձեցինք ռադիոֆիզիկայի եւ այն ժամանակ ռադիոֆիզիկա եւ էլեկտրոնիկա էր եւ հիմա ռադիոֆիզիկա եւ համակարգիչ տեխնոլոգիաներում դա դարձնել պարտադիր առարկաներից մեկը, որովհետեւ հասկացանք, որ հիմիկված սարքերում դա այնքան ակտիվ օգտագործվում, որ ընկերություններն են ասում, այո, մեզ պետք է մարդը ինժեները որ գա անպայման ունենա հիմնարար գիտելիքներ ու բազային գիտելիքներ այդ ծրագրման լեզվից եւ այսպես շարունակ ընկերությունների եւ հայկական զուտ հայկական եւ համատեղ հայկական արտասահմանյան ընկերություններ այո այս պահանջված մասնագիտությունը ամեն անգամ մենք ստանում ենք հրավերներ ուսանողների եւ նաեւ մեկ որոշակի ծրագրերում մեր հետազոտողների մասնակցության ընդգրկվածության հետ կապված եւ այսպես հետաքրքիր բան հիշեցի արագ ասեմ 2 տարի առաջ Գերմանիայում երբ որ մի ընկերությունում բավական հայտնի մենք համատեղ ծրագրի եւ սարքի ձեռքբերման հետ կապված հանդիպումներ ունենք իրանք խոստովանեցին որ հիմա Գերմանիայում տարեկան կա 35000 այ ռադիոֆիզիկոս, ինժեներ, էլեկտրոնային եւ էլեկտրական ծրագրերի մասնակետի կարիք եւ ցավոք սրտի այդ շատ պրոբլեմատիկ է այդպիսի մասնակետներ ձեռք բերել իրանք նույնիսկ հարցնում են իսկ կարող ձերոնք ուզենան գան, այսինքն Հայաստանից այդ մասնագիտությամբ համատեղել բավական հեշտ ճանապարհ ենք իրենց խոստանում ինտեգրվել համար, ես էլ կատակոասի դեռ մեր մոտ ահագին ընկերություններ, երբ որ լրացնենք, հետո ձեր մասին մտածենք։ Այնպես որ բավականին լավ մասնագիտություն այդ տեսակետից խիստ արդիական, ինչ անհրաժեշտ ունենալ մեր կրթական ծրագրի ավարտին բավարար գիտելիքներ, բազային, չեմ ասում են փայլուն ուսանողները, որոնց համար ընդհանրապես հեշտ է, որովհետեւ դուք համարյա Հայաստանում ցանկացած ինժեներական ծրագրային սարքային մշակման ընկերությունում գործի անցնեք, էլի ցանկացած կրթություն, մանավանդ համալսարանական, ենթադրում է ընդհանրական գիտելիքներ, թեկուզ եւ կիրառական, բայց դուք ընկերությունում անպայման պետք է անցնեք որոշակի փորձարկման շրջան եւ այնտեղ են ընկերությունում հասկանում, թե դուք ինչքանով եք մասնագետ եւ ինչքանով եք արագ հարմարվելու եւ ադապտացվելու տվյալ մասնագիտությանը։ Եվ այդպիսի փորձերը շատ են եւ ստանում ենք նաեւ շնորհակալական խոսքեր, որ ունենք այդպիսի լավ մասնագետներ պատրաստող ծրագիր։ Եվ իհարկե մենք էլ ենք զգուշավորությամբ մոտենում, որովհետեւ հասկանում ենք, որ թույլ ուսանողը կամ ոչ պատրաստված մարդուն ընկերություն, լուրջ ընկերություն ուղարկելով նաեւ մեր անունը եւ մեր կարած գործն ենք էլի իջացնում, այնպես որ մենք էլ ենք այդ ընտրությունը զգուշությամբ անում եւ այդ պրակտիկան ցույց տալիս համագործակցությունը մասնավոր եւ պետական սեկտորի հետ, ոչ կրթական, բերում իր արդյունքները
օրորի լավացնելու, կրթական ծրագրերը մոտեցնելու իրական կյանքին, ոնց որ մի քիչ առաջ ասացի, ուղղակի գիտությամբ զբաղվելը շատ լավ է, բայց այդքան շատ մարդիկ չեն կարող ուղղակի գիտությամբ զբաղվել։ Ենթադրենք 100 շրջանավարտ ունենք, լավ թող 3, 4, 5-ը գիտությամբ զբաղվեն, եւս մի 5-ը շարունակեն կրթական ոլորտում 10-15 հոգի, բա ինչ են անելու մյուս 80-85 հոգին։ Պետք է աշխատեն այնտեղ իրենց մասնագիտությամբ, որտեղ ռեալ արտադրանք են տալիս, ռեալ մշակումներ են անում, այդ R&D կոչվածը, հետազոտությունները եւ մշակումները, այդպես է կյանքը դարձել հիմա։ Իսկ այ հետարքիր է, այ ասեցիք 100-ն էլ չէ, բայց հիմա խնդիր կար, ասենք այս մասնագիտությունները, ես նկատի ունեմ ռադիոֆիզիկան, դեռ դնենք մի կողմ, որ նույնիսկ ասենք պետպատվերի տեղերի խնդիր կար մի քանի տարի առաջ, հիմա չգիտեմ, այ շատերը ասում են բավականին շտկվել է շատ հարցեր, բայց այ ինչ վիճակ է, ասենք գալիս են, ասենք մրցակցություն կա, չկա, այ ինչպես է դա, որտեվ պարզ է, որ սա կարևոր մասնագիտություն է, պարզ է, որ եթե ձեր ասած այդ գիտելիքները ունենան, նաև որոշ պրակտիկա ունենան, իսկ եթե դուք ինձ կանխեցիք այն առումով, որ ասացիք, որ համագործակցություն կա այդ ընկերությունների հետ մասնավոր եւ այլն, որը շատ կարեւոր է, այսինքն այդ պրակտիկայի հարցը երևի այդպես է լուծվում, նաեւ այդ լավագույններին արդեն այդ ընկերությունները կարող են ընթացքում վերցնել, այ գալիս են արդյոք թե չէ։ Ճիշտ եք ասում, ենթադրենք 5 տարի, 10 տարի առաջ մեզ մոտ մրցույթը այդպես լիարժեք չէր եւ իհարկե անցողի միավորներն էլ շատ բարձր չէին։ Եկեք երկու բան առանձնացնեմ, մեկը իհարկե մեր աշխատանքի շնորհիվ այս կրթական ծրագիրը համապատասխանեցնելով ժամանակակից արտիպաժներին եւ իհարկե այն կարիքներին, որը շուկան է տալի, ասում էլի, այսպիսի բան կա, դա մեկ, եւ երկրորդը 2 կամ 3 տարի արդեն մենք ունենք պետպատվերով տարկետման տեղեր, այսինքն հնարավորություն կա սովորել մինչև ավարտել գնալը, այո, թվերով կարող եմ ասել, եթե հետաքրքիր է, բայց բավականին շատ են, այսինքն մեզ մոտ բոլոր անվճար տեղերը տարկետման տեղերով են, եւ դա միայն մի քանի մասնակիցներով ամբողջ Հայաստան Հանրապետության բուհերում, եւ դա իհարկե բավականին լուրջ օգնեց մրցակցային տեղերի եւ որ ամենակարևորը լավ նախնական գիտելիքներով մարդկանց մեզ մոտ ընդունվելը։ Մենք արդեն 3 տարի ունենք մրցութային վիճակ, այս տարի արդեն ամփոփվել են արդյունքները եւ եթե ես հիմա թվերը չասեմ, որտեղ դեռ կա երկրորդ փուլը, բայց մեր ընդհանուր տեղերի ոչ թե պետպատվեր տեղերից նույնիսկ 10 քանից ավել մարդիկ են դիմել, իհարկե մրցակցություն կա, իհարկե 2 անգամ, 3 անգամ չի, որոշ ֆակտորներում այդպես վիճակ է, բայց մենք վաղուց արդեն 3 տարի հաղթարել ենք այդ ինչքան տեղ կա, այնքան մի կերպ ընդունում են։ Հիմա արդեն մրցակցային են աշճան, որ մարդիկ դուրս են ուղղակի մնում գնում են ուրիշ տեղ։ Երկրորդ կարևոր պահն էլ էր, որ ոնց էր առաջ երբ որ տեղերը չէին լրացվում, ուրիշ մասնագիտություններից մարդիկ որոնք այդքան էլ չէին ուզում այս մասնագիտությունը, ստիպված գալիս էին, հա։ Հիմա գրեթե այդպիսի բան չկա։ Եվ մարդիկ հենց գալիս են այստեղ նախորդ նշած երկու պատճառներով, բայց նաև շատ լավ օգնեց այս ամեն ինչներն, որ նորից ասեմ, որ մենք ունենք ավելի լավ պատրաստված ֆիզիկա, մաթեմատիկայի գիտելիքներով։ Այստեղ այդ լուրջ խնդիր է այն առումով, որ մենք մաթեմատիկան, ֆիզիկան լուրջ խնդիրեր են առումով, որ ավագ դպրոցը իրեն չարդարացրեց, այսինքն ես հիշում եմ, երբ ստեղծեցին ավագ դպրոցը տարիներ առաջ, ասում էին, որ դա նրա համար է, որ էլ ասենք այն մասնավոր նաև մասնավոր չպարապեն, բեռից ազատվեն մարդիկ եւ այլն, բայց կարծես դա չբերեց դրան եւ այդ ֆիզիկա իմացողների այս խնդիր առաջացավ, որ ասենք բուհ դիմորդների այս մակարդակի խնդիր էր, որ հաճախ բուհերը ստիպված նշաձողը իջեցնում էին շատ, որ վերջո ունենան ուսանողներ։ Այ ինչ որ փոփոխություն կա այստեղ, այ որ դուք ասացիք, որ նույնիսկ ասենք մի 10-15 հոգի ավել են, սա գուցե ինչ որ դեր խաղում է, որ գուցե այդ ֆիզիկան պատշաճ իմանան, գոնե դպրոցական ծրագիրը իմանան, որ նորից ասենք առաջի կուրսում այդ չվերադառնան ստիպված դրան։ Իհարկե,
Նախ հիմա կան մի քանի այդպես ավագ դպրոցներ, մասնավոր, մասնագիտական, ես հիմա աներ ուղղակի չեմ ուզում տալ, որտեղ բավականին լավ դասավանդվում է եւ այդտեղի աշակերտները արդեն բուհ են գալի առանց լրացիչ պարապելու, բայց իհարկե ձեր ասած երկուսը կան։ Չէ, պատկերացրեք մեզ մոտ արդեն 2-3 տարվա փորձից ասեմ, մոտավորապես 40% այդպիսի դպրոցներից են։ Այդպիսին շատ չեն, մի 3-4-5 լավ այդպիսի դպրոցներ Հայաստան Հանրապետությամբ մասնավոր եւ պետական, որոնք բավականին պատշաճ գիտելիքներ են ապահովում հենց այս մեզ անհրաժեշտ մասնագիտության ուղղությամբ, բայց իհարկե մյուս մեծամասնությունը պարապում առանձին, որը վատ բան չի, բայց ինչ ասեմ, դպրոցի գործառույթն էր դա էլի։ Իհարկե ես էլ եմ պարապել։ Ես 91 թվականին որ ընդունվում էի, չնայած շատ լավ եմ սովորել եւ սովետական դպրոցում էի սովորում, բայց միևնույն պարապել եմ, այնպես որ չգիտեմ, դա վատ երևույթ է թե չէ։ Իսկ այն որ ասում եք կարիք չկա նորից վերապատրաստվելու, իհարկե դպրոցից համալսարան գալը ահագին շատ բան է փոխում մարդկանց ու երիտասարդների մտածելակերպի վրա եւ նույնիսկ այն շատ լավ գիտելիքով եւ լավ դպրոցում սովորողները մի տեսակ ուրիշ կերպ են այստեղ դրսևորվում եւ դրվում են դեպքեր եւ երբ որ եկեք այսպես չակերտներ ասում կոտրվում են կամ հիասթափվում են ու հակառակը եւ այդ դեպքերում իհարկե պետք է լրացիչ նորից պարապմունքներ որպեսզի իրենք հասցնեն որտեվ քանի գնում է ընդհանրական դասթասները քչանում են առաջ երկրորդ կուրս եւ սկսում են խիստ մասնագիտական դասթացները մենք այդպիսի դեպքեր եմ ունենք այսպես կոչված ծրագրի կրկնություն որտեղ ուսանողին լրացիչ այդ առարկաները որոնք չեն հասցնում լրացիչ օգնում են դասախոսները հասցնել բայց միևնույն է այդ ամեն ինչը ուսանողի գործն է ինքը պետք է ընթացքում պատշաճ դրսևորի եւ պարապի որպեսզի հասցնի այն գոնե նվազագույն մակարդակին, որը թույլ է տալիս այս ուղղությամբ հետո համարել մասնագետ դառնալ։ Էլ չասեմ, որ հաջորդ երկրորդ փուլը մագիստրատուրա գալու համար լրացիչ ուրիշ պահանջներ են անհրաժեշտ, այնտեղ արդեն հետազոտական մաս կա, ինքնուրույն մարդիկ պետք է հետազոտությամբ զբաղվեն, այնտեղ ավելի շատ գերակշռում է ոչ թե դասթասներ եւ գիտելիք ուղղակի ստանալը, այլ դրանց կիրառությունը որոշակի ուղղություններով։ Պարոն Բաբաջանյան, այդ առումով այ մագիստրատուրան հետաքրքիր է այստեղ դե փորձ կա, ասենք միջազգային կա, որ մագիստրատուրան ավելի նեղ մասնագիտացման է գնում, կա որ ավելի խորացնում են, չգիտեմ, այդ մասնագիտացումը ու ես միշտ ասում եմ, որ այն հարուստ երկրներում նեղ մասնագիտացումները ավելի շատ են, որտեղ բնակչությունը շատ է եւ այլն, մենք հաճախ այդ հնարավորությունները չունենք նեղ մասնագիտացումների այդ քանակի, բայց այ մեզ մոտ ինչպես է, որտեղ այս ռադիոֆիզիկան էլ, այս մասնագիտությունն էլ այսպես ունի ճյուղեր, բավականին լայն ճյուղեր ունի։ Այսինքն մագիստրատուրան այստեղ արդյոք նեղ մասնագիտացում գնում է թե էլի ընդհանուր ասենք խորացում է այս ձեզ մոտ ինչպես է դա։ Ճիշտ նկատեցիք, նախ մի բան չմոռանամ ասել, որ երբ որ սկզբում ներդրվում էր այդ բոլորին համակարգով մագիստրոսական կրթական այդ երկրորդ աստիճանը, գիտեք ոնց որ բուհերում շատ էր դեպքերը, երբ որ որոշ բակալավրիատում ծրագրեր ուղղակի շարունակվում կամ ինչ որ ձևով նկատի ունեն, որ շարունակվում են ավելի։ Մեզ մոտ հիմա այս նոր կրթական բակալավրիատի եւ մագիստրոսական դրան աջակցող 3 ծրագրերում ընդհանրապես դա այնպես արված, որ երբևիցե այն առարկաները, որոնք բակալավրիատում են եւ այդ մատուցվել, այնտեղ չկրկնվեն, որտեվ դա անիմաստ կլներ ուղղակի։ Հիմա ինչ վերաբերվում է այդ ընդհանրականին եւ խոր մասնակցին, այո, ես աշխատել եմ 7 տարի Հարավային Կորեայի համալսարաններից մեկում, համագործակցել ենք Samsung եւ LG ընկերների հետ, այո, դուք ճիշտ եք։ Եկեք հարուստ չասենք, ասենք այն երկրները, որտեղ կա խիստ զարգացած բարձր տեխնոլոգիաներ, ապա այնտեղ կարիք կա, որ մասնագիտությունները լինեն շատ խիստ մասնագետ, որովհետև կան շատ բազմաթիվ ճյուղեր, որտեղ ոնց որ բոլորս հասկանում ենք, որ լավ մասնագետ այդպես լայն չեն լինում, էլի։ Հիմա մեր երկրում այդպես չի, որ մենք ունենք հազարավոր մասնագիտությունների կարիքներ եւ եկեք այտենց բաժանենք եւ կրթական ծրագրերը դարձնենք ամեն մի պահանջվող ուղղության մեկը, բայց այնուամենայնիվ տեսեք կրթական 1 բակալավրիատի ծրագրից հետո մենք ճյուղավորել ենք 3 մագիստրոսական կրթական ծրագիր, որոնք ավելի այդպես ուղղված են որոշակի 3 ճյուղերի։ Այո, եթե եկուց կամ այսօր մեզ կարիք լինի, որ չի բավարարում արդեն այն նեղ մասնագիտական պահանջներին, որ մեզ թելադրում է շուկան եւ տեխնոլոգիաները, այո, ստիպված ենք
3-րդ, 4-րդ, 5-րդ եւ անել։ Եվ այս բանը ես կարծում եմ մեր բավարարումը 3-ը բավարարում մեր մասնագիտության ուղղությամբ ամեն մասնագիտությամբ կամ ամեն կրթական ծրագիր բակալավրիատի հավանաբար կրթական ծրագրի ղեկավարները եւ ամբիոնները պետք է մտածեն թե հետո կրթական ծրագրերով մագիստրատուրայի մարդիկ ինչքանով են դիվերսիֆիկացնում այն իրանց բազային գիտելիքը, որ ստացել են բակալավրիատում եւ դա բավարար է Հայաստանի առաջերտին Հայաստանի Հանրապետությունում նորմալ մասնագետ դառնալու, որովհետեւ դուրս գնալ միշտ էլ կա եւ դրսում հազարավոր մասնակիցներ կան եւ ճիշտ ասած ինչ էլ պատրաստ ենք այնտեղ կարիք կա, բայց առաջերտին Հայաստանի Հանրապետությունում մենք կարող ենք այստեղ, այսպես ասեմ, մարսել այն մասնագիտություններն ու այն կրթական ծրագրերը ուսանողներդ միասին, որոնք այստեղ են պետք գալու։ Այդպես ես կարծում եմ, որ հիմա այս պայմանությամբ մեր մասնագիտության ուղղությամբ բավարար է։ Մենք մի քանիսը փակել ենք արդեն նույնիսկ։ Մի մասը արդեն արդիական չլինելու պատճառով, մի մասը այդ ուղղությամբ մասնագետների ոչ բավարար քանակ կամ մակարդակ ունենալու պատճառով եւ հիմա մենք ակտիվ կենտրոնացել ենք այն մասնագիտական մագիստրատուրայի մասին եմ ես խոսում կրթական ծրագրերը, որոնք բավականին ժամանակակից են, պահանջված են եւ իհարկե մենք ունենք բավականին բարձր մակարդակի եւ շատ այդ պահանջվող քանակի մասնագետներ, որ այդ ծրագրերը լիարժեք անենք։ Դե հիմա ես կարծում եմ լուրջ խնդիրներ կան բոլոր բնակավարներում, այն առումով, որ ես այնքան արագ են զարգանում այս տեխնոլոգիաները, այ արհեստական բանականությունից խոսեցինք, որ այսպես մենք կանգնած ենք կարծես թե մեծ փոփոխությունների շեմին, չէ՞, ես բոլորս ենք դա տեսնում, որ նույնիսկ ասում են մասնագիտություններ կվերանան, Գեյթսը ասում էր 3 մասնագիտություն կմնա եւ այլն, որ այսպես նայում ենք իսկապես նույնիսկ այս կրթական ծրագիրը խնդիրներ ունեն երևի բոլոր կրթական ծրագրերը, նաև այս արհեստական բանականության հետ աշխատելու խնդիրները, որ նոր են, չէ, աշակերտների, նաև այստեղ դասավանդողները խնդիր ունեն բարձրելու, հա, այս առումով իսկապես պիտի շատ ճկուն լինել եւ այս մասնագիտությունն էլ ինձ թվում է պիտի այսպես այս ժամանակի ինչ ասեմ զարգերակը բռնի ու անընդհատ պահի թե չէ կանգնի չէ նույնիսկ հիմա կրթական process-ում է զգացվում այդ արհեստական բանականություն, քանի որ երիտասարդները շատ արագ են այդ ամեն ինչը վերցնում, յուրացնում, բայց իրանք լինելով անփորձ այդ ուղղությամբ եւ այդպես արագ չկողմնորոշվող օգտագործում են ոնց կարող են։ Տեսեք հիմա երբ որ հետազոտական որոշակի կրթական ծրագրեր ենթադրում են մեծ մաս հետազոտական բաղադրիչներ, այսինքն կտորներ, երբ որ ուսանողը ինքնուրույն որոշակի խնդիր կամ որոշակի գործողություններ պետք է անի եւ արդյունք ներկայացնի, դա առաջարկում է հե ինչ, սա բերեք տանք որոշակի արհեստական բանականության գործիքի եւ բերենք ցուցադրենք, իսկ քանի որ մենք էլ ենք բավականին լավ դրա մեջ մտածի եւ ասեմ ավելին, մենք մեր հետազոտությունների մեջ իհարկե ինտենսիվ ներառում ենք այդ ամեն ինչը, շատ արագ զգացվում է դա։ Ես օրինակ իմ ուսանողներին 3-րդ կուրսի, երբ որ հետազոտական բաղադրիչով հանձնարարություն եմ տալիս, իսկ իրանք մոտավորապես մի 50-ն են, նախորդ ասում եմ, որ ժողովուրդ, այսպես պետք է անեք։ Իհարկե ոչ ոք չի արգելում օգտվել արհեստական բանականություն թույլ։ Դա կլներ շատ հետադիմական բան, ոնց որ մի 2000-ականների սկզբին մարդիկ ասեն այդ կոմպյուտերներից հեռու մնացեք, դրանք չարիք են, ինչ է նշանակում կոմպյուտերով։ Հիմա նույն պատմությունն է, բայց պետք է շատ զգուշ լինել։ Նախ պիտի հասկանան, որ այդ արհեստական բանականության հետ աշխատելու համար պիտի գիտելիք ունենաս, այսինքն այնպիսի հարցադրում անես, որ կարող պիտի հասկանաս ինչ հարցադրում ես անում, չէ՞։ Արհեստական բանականությունը քո մակարդակին է աշխատում, ինչպեսին դու ես, ինչպես ձեր հարցադրումն է, այնպես էլ ինքն է բանանում, այո։ Ես մի հատ կարճ օրինակ ասեմ, օրինակ մեր մասնագիտական ուղղությամբ հետազոտությունների ոլորտում կա այսպիսի մի ուղղություն, որը շատ այդպես հազվագյուտ օգտագործվող է, կոչվում է ջերմա առազգականության երևույթ, եւ մենք ունենք հարավկորեացի մեր ինտերնետ մշակված մի համակարգ, որտեղ այդ երևույթն օգտագործվում է, բայց քանի որ ինքը այդպես շատ պահանջված չի, այն հայտնի մոդելները, որոնք համակարգչային մոդել, որ մեջ օգտագործվում են, չկա կոնկրետ օրինակներ, որ օգտագործվի եւ երբ որ արհեստական բանականության օգնությամբ փորձեցինք դրա մոդելը ստեղծել, դա ինքը չգտավ ոչ ման եւ միակ բանը, որ մեզ մնում էր, միայն քայլ առ քայլ իրան սովորացնել 1.5 տարի։ Իհարկե։ Ու հետո ինքը որ մեզ օգնի ոնց առաջ գնանք։ Դե պարզ է։ Շնորհակալ եմ, որ եկաք, դե պիտի ինձ թվում է մեզ լսողները
ընկալեցին, որ սա շատ կարևոր եւ ժամանակակից մասնագիտություն է ու որքան էլ այսպես խոսենք արհեստական բանականությունից, գիտելիքը մնում է շատ կարևոր։ Իմ զրուցակիցը Արսեն Բաբաջանյանն էր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն